այս իշխանությունները վաղարշապատ, այսինքն էջմիածին և խոշորացված համայն ահայտ համախմբման արդյունքում, երբ որ երկու համայնքների բյուջեները միավորում են, ստացվում է, որ անցնող 7 տարում, գրեթե 8-րդ տարում մսխել են շուրջ $70 միլիոն։ Հիմա դուք ինքներդ որոշեք, ձեր կյանքը $70 միլիոն բարելավում համայնքային ունեցել է թե ոչ։ Ընդամենը բաժանել են աշխատավարձեր, պարգևավճարներ, իրենց հետ փոխկապակցված անձանց, արել են հողահատկացումներ, իրենց ընտանիքին շահկապված ֆիրմաները, համայնքի բյուջեի պատվերներն են կատարել, իրենց մերձավորները հարստացել են և ստացվում է, որ դարձել են ավելի մեծ հրեշներ կոռուպցիայի անունով, որի դեմ իբրև թե իրենք պայքարելով եկել են իշխանության։ Հիմա շուրջ $70 միլիոն մսխելով, կոռուպցիայի, սկանդալների, քրեական գործերի, կրակոցների, կրիմինալի մեջ փաթաթվելով, առանց նախորդին դեռևս պատասխանատվության ենթարկելու, իրենց դրածոյին Դիանա Գասպարյանին առանց պատասխանատվության ենթարկելու, հիմա նորից մեկին են գտել ճարել բերել, ու ձեզ համոզում են, թե իբրև թե ինքը ավելի լավն է և չի անելու նախորդի վրիպումներն ու սխալները։ Ով են ձեզ խանգարում, որ նախորդի դեմը առնեի, եթե ձեզ փայ չեն տալիս, եթե դուք դրա հովանավորը չէի, ձեռքը բռնեիք, չթողնեիք։ Հիմա այս մյուսը, ծայելի ծնողի, վաստակ ու ուրացած, հիմա այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ փաստորեն ինքը չի իմացել, բանից պարզվում է, իբրև թե Արցախը Ադրբեջանի մաս է եղել, այ, և սխալման է եղել, էլի տարածքները գրավելը,